Իսկ Հայաստանում կան շրջաններ, որ ավանդույթների մեծ մասը պահպանել են։ Ասեմ, որ ընդհանրապես նոր տարին բավական սիրված տոներից էր եւ գրեթե բոլորը նշում են, բայց օրինակ Շիրակում ես կարող եմ ասել, որ հատկապես իրենք շատ նախանձախնդիր, շատ ավանդա պահեն, ես օրինակ Սյունեցի եմ, ես հիշում եմ, որ մենք ավելի շատ սենց փոխարված այդ նոր երևույթներով այդպես էինք նշում, բայց եւ նոր տարվա օրինակ իրենց սեղանին պարտադիր հիմա էր իդեպ Պասուց տոլման կամ ասենք Այրարատի բանը որոշ հատկապես գյուղական միջավայրում այդ ավանդապահությունը կար հիմա շատ հետաքրքիր վերադարձ կա իհարկե որ մարդիկ այնուամենայնիվ հասկանում են որ օրինակ հենց նույն Շիրակում իրենք չրեղենից կամպոտ են խոշապ են ասում պատրաստում իրենք դա սեղանին չեն դնում բայց պարտադիր պատրաստում են բան այսինքն տնեցիներով են դա վայելում շատ հետաքրքիր է այսինքն այդ եկող ավանդույթը իրենք պահում են եւ արդեն իրենց ընտանիքի շրջանակներում բայց իրենք պարտադիր եւ Պասուց տոլմա ունեն եւ այդ խոշապը ունեն շատ հետաքրքիր է էլի եւ նաեւ հետաքրքիր վերածնունդ ես ամեն դեպքում տեսնում եմ որտեղ խորհրդային շրջան դուք տարեհաց այդ ծիսական խմորեղեններ բան չէիք տեսնի բայց հիմա այդ վերադարձը կա եւ ես կարող եմ ասել որ մեր թանգարանում մենք բավական ժամանակ հենց տոնական ուտեստը որը ցուցադրում ենք պարտադիր այդ տարեհացը կա դրանք մուլյաժներ են եւ նաեւ ծիսական խմորեղենի այսինքն սա եւս հնարավորություն է որ մենք մեր հայրենակիցներին ցույց տանք որ ինչ կարելի է ընդհանրապես օգտագործել եւ նաեւ փորձում ենք ներկայացնել որ անպայման կարեւորել տոնի խորհուրդը էությունը գաղափարը ձևը այդքան էական չէ